կարևոր ևս դիտարկում իրավահաջորդության համատեքստում։ Եթե նշանակված ժառանգը մահանում է նախքան կտակն ընդունելը, ապա կտակը համարվում է ուժը կորցրած, բացառությամբ այն դեպքերի, երբ վերջինս նախատեսած է լինում ենթաժառանգ։ Եվ ևս մեկ կարևոր դիտարկում։ Դուք կարող եք նվիրել ձեր ամբողջ գույքը, ամբողջ ծավալով ցանկացած անձին։ Սակայն, երբ դուք կտակ եք կազմում, ենթադրենք ամբողջ տունը նվիրում եք երրորդ անձին, այստեղ կա մի կարևոր հատված՝ պարտադիր ժառանգության բաժին։ Այսինքն, ձեր անչափահաս երեխան կամ հաշմանդամություն ունեցող երեխան, ինչպես նաև ձեր կինը կամ ծնողը անպայման պետք է ստանան մաս ձեր ժառանգությունից, եթե անգամ նրանք ներառված չեն ձեր կտակի մեջ։